Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, նախագիծը արդեն առաջին ընթերցման անցել է եւ դրանից հետո եւս քննարկումներ են ունեցել, ստացել է դրական եզրակացություն գլխադասային հանձնաժողովում, նախագծի բուն էությունը կայանում է նրանում, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում համապատասխան փոփոխություններով վարորդական իրավունք ունեցող անձանց տրվել է տարեկան 9 միավորի փոխարեն 13 միավոր եւ մի քանի իրավախախտումներով, որոնք ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման վտանգ են իր մեջ պարունակում կամ նպաստող առավել տարածված իրավախախտումներ են, այդ իրավախախտումներով բալային միավորների շեմը իրավախախտում կատարելու համար բարձրացվել է, որը եւ կարելի ասել հավասարեցվել է այն վիճակին, ինչը եղել է նախկինում։ Նախագծի քննարկման ընթացքում Տիկին Զարուհի Բաթոյանը առաջարկություն է ներկայացնել, որ դիտարկել եւս երկու իրավախախտում որպես տրանսպորտային պատահարների առաջացման պատճառ, դա հեռահար լույսերով տրանսպորտային միջոցը վարելն է կամ լուսային սարքերից օգտվելու կանոնների խախտումը, եւ մենք համաձայնության ենք եկել եւ այս մասով տուգանքի չափը 5000-ից 7 տուգանքի չափն է ավելացվել եւ բալային միավոր է դրվել յուրաքանչյուր իրավախախտման համար 1 բալ։ Նախագիծը հիմնականում պարունակում է այս փոփոխությունները, նախագծի հիմնավորումը եւ նախագծի առաջացման պատճառը եղել հանրային քննարկումները, շահագրգիռ անձանց հետ քննարկումները եւ բալային համակարգից հետո հետօրենսդրական վերահսկողությունը եւ թեև բալային համակարգը տուգանային միավորների համակարգը բավականին արդարացված համակարգ է, այնուամենայնիվ անհրաժեշտություն է առաջացել որոշ ժամանակ անց որոշակի փոփոխություններ կատարել։